Ապահովագրական ընկերությունների վիճակը վատ չէ։ Այդ դեպքում ինչու է ապան թանկանում։ Քո մեքենան ուզում է թանկ լինի, ուզում է էժան լինի, դու ուրիշին պատճառած վնասն ես ծածկելու հանգամանքներ կան։ Ընդհանուր գնաճն է եւ ընդհանուր վթարավտանգությունը։ Իհարկե, եթե պատահար չես ունենում, դա պետք է ազդեցություն ունենա եւ ունենում է։ Էլեկտրոմոբիլները իրականում այդքան շատ մեղավոր չեն լինում, որովհետև այնտեղ կան բավականին շատ անվտանգության համակարգեր։ Մեր վարորդներին մի հուսադրող բան ասեք։ Աշխատել ստաբ լինել, հոգնած չերթևեկել։ Այսօր մեր տաղավարում է ապաբյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանը, ում հետ կքննարկենք, թե ինչու է թանկանում ապան, ով է որոշում այդ սակագները եւ եթե ապահովագրական ընկերությունների շահույթն աճում է եւ ֆինանսական լավ ցուցանիշներ են գրանցվում, ինչու այդ դեպքում գները չեն իջնում։ Պարոն Եղիազարյան, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք գալ եւ քննարկել թեման մեզ հետ, որպեսզի հասկանանք նախ եւ առաջ ինչու է թանկանում ապան, կարծում եմ ավելի ճիշտ կլինի հասկանալ, թե ինչպես է որոշվում ապայի սակագինը, հատկապես երբ 2023 թվականի ապրիլից շուկան ազատականացվեց, միանգամից այդ վայրի վերումները ավելի շատ ու տեսանելի եղան։ Ով եւ ինչպես է որոշում ապայի սակագինը։ Ուրեմն 23 թվականից, ինչպես ճիշտ նշեցիք, ապա սակագների շուկան ազատականացվեց եւ այժմ յուրաքանչյուր ապահովագրական ընկերություն ինքն է որոշում սակագինը ելնելով որդեգրած եւ համաձայնեցված սկզբունքներից, որի նկատմամբ վերահսկողությունը իրականացնում է ապաբյուրոն։ Այսինքն ինքը ազատական է, ձևավորում է, բայց կան որոշակի սկզբունքներ։ Այդ սկզբունքները հետեւյալն են, որ սակագնի ձևավորում պետք է հենվի վիճակագրական տվյալների վրա, պատահարների, վթարավտանգության, հատուցումների գծով ծախսերի եւ այլ ծախսերի հիմք ընդունելով հաշվարկում են սակագները։ Ու քանի որ ապահովագրական ընկերությունները տարբեր բնականաբար չափերի են, տարբեր արդյունավետությամբ են աշխատում եւ շահույթի, այսպես ասած, տարբեր նորմաներ են ընտրում, ելնելով իրանց բիզնես մտածելակերպից, ուղղություններից եւ որդեգրած քաղաքականությունից, կան նաեւ տարբերություններ սակագների մեջ, բնականաբար տարբեր ապահովագրական ընկերություններում նույն մեքենայի, ասենք, ապահովագրությունը կարող է տարբեր լինել։ Այստեղ նաեւ կարեւոր է, թե յուրաքանչյուր ապահովագրական ընկերություն ինչ բիզնես ախորժակ ունի, ինչ սեգմենտին է ավելի նախապատվություն տալիս ու ըստ այդմ ինքը կառավարում է սակագների սահմանման միջոցով։ Սակագների ձևավորումը ամենակարևոր հանգամանքը, որը ազդում է սակագների վրա, դա հատուցումների մեծությունն է։ Մնացածը իրենց ծախսերն են, գործավարման ծախսերն են, գործակալների միշտորդավճարները, տեղեկատվական համակարգի հետ կապված ծախսեր, հարկեր եւ այլն։ Եթե ավելի առարկայական խոսենք, օրինակ, ինչ որ ապրանքի օրինակով թեկուզ ասենք, գիտենք, որ ձևավորվում է ինքնարժեքը, ծառայությունները, հարկերը եւ այլն, այս դեպքում վերցնենք մեկ քաղաքացու օրինակով, կոնկրետ քաղաքացու մեքենայի ապայի համար ինչ չափանիշներ են վերցվում։ Կոնկրետ քաղաքացու առանձին վերցրած անհատական, այսպես ասած, ամբողջությամբ չի ձևավորում սակագինը, այլ խմբային սկզբունքներով է ձևավորվում, այսինքն որոշակի ընդհանուր հատկանիշներով մեքենա, տարիք, սեփականատիրոջ տարիք, գտնվելու վայր, մարզ եւ այլն, այդ հատկանիշներով խմբեր են ձևավորվում ու հաշվարկում են այդ ռիսկերը, որից հետո գոյանում է սակագինը, հիմք ընդունելով վնասաբերությունը, այսինքն հատուցումների տեսակար կշիռը սակագնի մեջ եւ գումարելով, ինչպես նշեցի, ծախսեր որոշակի հարկային եւ շահույթի նորմա։ Հիմա այսինքն ստացվում է, եթե դուք օրինակ կարգապահ վարորդ եք, ես անկարգապահ վարորդ եմ, ես ունենում եմ վթարներ, դուք չեք ունենում վթարներ, բայց եթե իմ ապան թանկանում է, ձեր ապան էլ է թանկանում։ Այդպես է ստացվում։ Տեսեք, սակագինը ցանկացած ապրանքատեսակի կամ ծառայության սակագինի վրա ազդում է թե ընդհանուր հանգամանքներ, չէ, ասենք ընդհանուր գնաճ օրինակ, ցանկացած ապրանք որ վերցնենք, ենթադրենք, չգիտեմ, սպառման ապրանքները, սնունդ, հագուստ եւ այլն, իրենց վրա ազդում է թե անհատական որոշակի գներ, օրինակ նյութերի գները, հա, ինչից դա պատրաստվում է,
եթե սննդամթերք է ենթադրենք գյուղատնտեսությունից եկող այդ մթերքի գները, վառելիքի, տեղափոխման եւ այլն գներ եւ ընդհանուր, երբ որ ընդհանուր որոշակի գնաճ է լինում, այսպես թե այնպես դա ազդում է, քանի որ բազմաթիվ ծառայություններում օգտագործվում է նաեւ որոշակի էներգիայի աղբյուրներ, չգիտեմ, տրանսպորտ եւ այլն, այսինքն կողմնակի ազդեցությունը միշտ կա։ Հիմա ապա սակագնի հետ կապված, ապա սակագնի վրա ազդում է թե ինչ որ այդ խմբի վարքագիծը, որը որ ձևավորվում է ոչ միայն հենց անհատական, ասենք, վարքագծից, այլ ինչպես նաեւ պատահարների անհատական վարքագիծը, որը բոլորը գիտեն, որ կոչվում է բոնուս մալուս, այսպես ասած, համակարգ։ Այսինքն այն ընդհանուր հանգամանքը, որը ազդում է սակագնի վրա, կարող է բերել նրան, որ նույնիսկ եթե մարդը պատահար չունի մի քանի տարի, իր սակագինը կամ քիչ նվազի, կամ չնվազի, կամ նույնիսկ որոշ դեպքերում աճի, քանի որ ընդհանուր ազդեցություն ունեցող հանգամանքներ կան, ընդհանուր գնաճն է եւ ընդհանուր վթարավտանգությունը, այսինքն երբ որ պատահարների հաճախականությունը չի նվազում, այլ մի բան էլ աճում է, երբ որ պատահարներում ներգրավում են մեքենաները, որոնք արդեն զգալիորեն թարմացվել են, հետեւաբար դրանց վերանորոգումը ավելի թանկ է, այդ ընդհանուր հանգամանքները ունենում են նաեւ անհատական սակագների վրա որոշակի ազդեցություն։ Բայց կան քաղաքացիներ, որ կոնկրետ օրինակներով ենք ասում, որովհետև մենք ինքներս հարցազրույցից առաջ մի քանի օրինակներ ուսումնասիրեցինք, օրինակ առաջին դասի պայմանագիր ունեցող, որը չի ունեցել վթարներ, այսինքն ենթադրվում է ինքը կարգապահ վարորդ է, բայց իր ապան եւս թանկացել է։ Հիմա քաղաքացին հարցնում է, ինչու պիտի իմ ապան թանկանա այն դեպքում, երբ իմ կողքի վարորդը ավելի թանկարժեք ավտոմեքենա է վարում, ավելի շատ վթարներ է ունենում, բայց գրեթե հավասարապես է մերը թանկանում։ Ինչու է այդպես։ Տեսեք, ավելի թանկ մեքենա վարելը կամ ավելի հզոր մեքենա վարելը ապա ոլորտի սակագնի հետ կապված ինքը ազդեցություն որպես այդպեսին չի ունենում, քանի որ այդտեղ պատասխանատվության ապահովագրություն, այսինքն ինքը վարորդը, որ ուրիշին վնաս է տալիս, այդ պատասխանատվությունը, այդ ծախսերը, այս ապահովագրությունը ծածկում է։ Այսինքն դու քո մեքենան ուզում ես թանկ լինի, ուզում ես էժան լինի, դու ուրիշին պատճառած վնասն ես ծածկելու։ Դրա համար սակագինը քո հենց այդ թանկ, էժան կամ հզոր, ոչ հզորը ուղղակիորեն չի որոշում։ Իհարկե, եթե պատահար չես ունենում, դա պետք է ազդեցություն ունենա եւ ունենում է։ Այդ նույն հանգամանքն է, ինչ որ ես նշեցի այլ ապրանքների դեպքում, երբ որ տեղի ժամանակի ընթացքում ինչ որ գների փոփոխություն է տեղի ունենում, բոլոր ապրանքները նույն ձևով չեն բարձրանում կամ իջնում։ Մի ապրանքը կարող է քիչ է գինը բարձրանում կամ նույնիսկ իջնում, այն մյուսներին ավելի շատ։ Բայց ինչի՞ց է դա կախված ընդհանուր, ասենք, գնաճի եւ անհատական, այսինքն անհատականը պատկերացեք բոնուս մալուսն է, որը ազդում է, եթե վթար չես ունենում, դրականորեն, ընդհանրականը դա պատահարներն է ընդհանուր կամ այդ խմբի պատահարների հաճախականությունը եւ պատահարների արդյունքում վնասված մեքենաների վերանորոգման արժեքները, որոնք գիտեք հիմա օրինակ այդ էլեկտրոմոբիլներ եւ այլն շատ ավելի թանկ են նստում։ Հիմա այդ ընդհանուր հանգամանքը միևնույնն է ազդում է նաեւ անհատականի վրա, ինչպես եւ մնացած ապրանքների դեպքում, որ ընդհանուր գնաճը ազդում է նաեւ անհատական ինչ-որ ապրանքների գնաճի վրա, բայց անհատական ապրանքը լինելով ենթադրենք ավելի քիչ գնաճի ենթարկա, առանձին ինչ-որ նյութերի եւ այլն օգտագործման, մի քիչ է աճում կամ չի աճում, այն մյուսը ավելի շատ է աճում։ Նույնն ստեղ է։ Այսինքն, եթե մշտապես ինչ-որ վարորդ մեքենա պատահարներ չունենա, ինքը այդ բոնուսի հաշվին ինչ-որ նվազում է, բայց չի կարող անվերջ նվազի, որովհետեւ եթե անվերջ նվազի, մի օր կհասնի 0-ի, հետո էլ բացասական սակագին կունենա, որ դա հնարավոր չի, քանի որ ապահովագրությունը ինքնին դա այսպես ասած երաշխավորություն է ինչ-որ վնասներից, ինչ-որ խնդիրներից, հետեւաբար այդ երաշխավորությունը նույնիսկ եթե չի էլ կիրառում, այսինքն դու չես վնասվում եւ չես ստանում հատուցումներ, միևնույնն է դու ամեն տարի վճարում ես։ Նույնը կարող եմ համեմատեմ օրինակ առողջության ապահովագրության հետ, երբ որ մարդիկ վճարում են, բայց ասենք իրանք չեն հիվանդանում, բայց միևնույնն է վճարում են, որ ապահովագրված լինեն, եթե
հիվանդանան, ապա կստանան։ Այսինքն ձեր խոսքից կարելի է ենթադրել, որ քաղաքացու կարգապահ վարորդի առավելությունն այն է, որ իրեն ավելի քիչ է թանկանում, քան մյուսինը, այդպես է ստացվում։ Որոշ դեպքերում այո, կարող է իրան ավելի քիչ թանկանա կամ նույնիսկ էժանանա, բայց եթե նույնիսկ ավելի քիչ է թանկանում, քան մյուսներին, դա առավելություն է։ Իսկ ընդհանուր առմամբ, եթե մտածենք չթանկանալու կամ քիչ թանկանալու բոլորի դեպքում, իսկ որոշների դեպքում էլ մի բան էլ նվազելու մասին, այստեղ պետքա խոսքը գնա պատահարների հաճախականության կրճատման կամ ճանապարհային անվտանգության բարձրացման մասին, քանի որ սակագների մեջ ամենամեծ տեսակարգշիռը կազմում է հենց այդ ինքնարժեքը ձևավորող ամենամեծ մասնաբաժինը դա հատուցումներն են։ Դուք խոսեցիք պատահարների նվազեցման հետևանքների մասին, որը կարող է դրական ազդեցություն ունենալ, ով պետք է զբաղվի դրանով, ում գործառույթն է եւ կա Հայաստանում ընդհանրապես նման հեռանկար, որ մենք կարող ենք հասնել դրան։ Տեսեք, որպեսզի պարզ լինի ով պետք է զբաղվի եւ ինչպես, երևի պետք է նշեմ, թե ինչից է դա կախված։ Հիմա մեր խորին համոզմամբ եւ դա մեր հորինածը չի իհարկե, պատահարների հաճախականության նվազման համար 3 ուղղություն գոյություն ունի։ Մեկը ճանապարհային երթևեկության, այսպես ասած, կարգավորման, նշանների, ճանապարհների վիճակի բարելավումն է։ Երկրորդ հանգամանքը մեքենաների վիճակն է, որը ազդում է պատահարների վրա, եւ երրորդը վարորդների վարքագիծը։ Այս երեքը տարբեր, այսպես ասած, մասնաբաժնով, ազդեցություն ունենում են։ Օրինակ ճանապարհների անվտանգության տեսանկյունից սովորաբար ճանապարհների կահավորվածություն եւ այլն զբաղվում են տեղական ինքնակառավարման մարմինները։ Վերահսկում են պարեկների կողմից ներքին գործերի նախարարությունը, այսինքն միջպետական կամ գլխավոր, այսպես ասած, միջ մարզային ճանապարհները կարծեմ տարածքային կառավարման նախարարությունն է զբաղվում, այսինքն ասենց մի 3 առնվազն մարմիններ, պետական մարմիններ պատասխանատվություն են կրում դրա համար։ Մենք որպես բյուրո, մենք էլ նաև մեր շահը ունենք, մեր համակարգը բնականաբար լինելով պատասխանատու ապահամակարգի կայունության, զարգացման, նաև օրենքով սահմանված մեր, այսպես ասած, խնդիրների մեջ նշված է ճանապարհային երթևեկության անվտանգության գործընթացներին որոշակի աջակցություն հենց ելնելով այդ ամենից մենք այս նախորդ տարվա սկզբին ընդունել ենք քառամյա ռազմավարություն, որտեղ կարևորել ենք այս հանգամանքները։ Մենք արդեն ունենք եւ նախատեսում ենք բարելավել պատահարների քարտեզ Հայաստանի Հանրապետության տարածքում, որտեղ Երևան հաճախականությունները, պատահարների սեզոնայնությունը, ինչ մեքենաներ, ինչ հանգամանքներում են ներգրաված եւ այլն, սրա վերաբերյալ մենք համագործակցել ենք ու համագործակցում ենք ներքին գործերի նախարարության հետ, որ պատահարների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրվի, իրենք աշխատեն։ Այսինքն բյուրոն է հավաքում այդ քարտեզը։ Այո, աշխատեն միջոցներ ձեռնարկեն, որպեսզի նվազի դա, բայց այդտեղ պետք է համակարգված աշխատանք, որովհետև ինչպես նշեցի, այդտեղ մի քանի մարմիններ են ներգրաված, լավ կլինի ինչ որ ստեղծվի նման մարմին, որտեղ մենք կունենանք համ այդ տեղեկատվությունը, որ ինչպես նշեցի, այդ քարտեզը, դրա հիմքերի վերլուծությունները կունենանք, մասնագետներ կներգրավենք ու համակարգված կփորձենք անընդհատ, ասենք, այսպես ասած, շարունակական, ռեժիմում ուսումնասիրենք ու միջոցառումներ նախատեսենք, կոմպլեքս միջոցառումներ, ոչ թե առանձին տեղային, որտեղ ինչ-որ խնդիր կա, որովհետև հաճախ միտեղ խնդիրը լուծում ես, այդ խնդիրը տեղափոխվում է ուրիշ տեղ։ Այսինքն ավելի համակարգված, ավելի մասնագիտական մոտեցում, որ ցուցաբերվի, որպեսզի ծախս օգուտ հարաբերակցություններն էլ հաշվի առնելով իհարկե փորձենք գնանք այդ հնարավորինս այդ լուծումների։ Բայց այդտեղ նաև բացի այդ կահավորվածություն, ճանապարհներ եւ այլն, կարևոր է վարորդի վարքագիծը, որի մասին մենք նույնպես ունենք պլաններ եւ առաջարկություններ ենք արել, շփվել ենք ներքին գործերի նախարարության հետ, առաջարկելով, որ օրինակի համար վարորդների վարքագծի վրա ազդեցության ինչ-որ տարբեր մեխանիզմներ կիրառենք, ընդհանուր մինչև մտածել ենք օրինակի համար այդ բալերի շատ կորցնող վարորդները կամ
մեր բարձր մալուս ունեցող վարորդների համար ինչ որ առաջարկվի դասընթացներ, այդ թվում համ ճանապարհային երթևեկության կանոնների, համ ինչ որ հոգեբանական դասընթացներ, որ անցնեն, հետո նորից ինչ որ քննություններ տան, որի արդյունքում այդ մալուսները կարելի է կրճատել, բալերը ինչ որ ավելացնել։ Պարոն Եղիազարյան, կրթական ինչ որ հարցեր, նաև նախատեսում ենք հիմա այդ հաշվարկներն իրականացում ճեկ կանոնների հետ խախտումների հանգամանքը կպցնել բոնուս մալուս համակարգին, որ կանխարգելիչ դեր կատարի, այսինքն ինչքան շատ այդ խախտումներ են լինում, այնքան ասենք ինքը մալուսի վրա կազդի եւ հակառակը, եթե խախտումները քիչ են, ինքը դրականորեն կարող է ազդի։ Նաև մենք համագործակցում ենք ՏԿ-ի հետ տեղ զննման համակարգի բարելավման ուղղությամբ, նույնիսկ բանակցություններ կա, որ այդ համակարգի տեղեկատվական տվյալների վարողը մենք լինենք, հա, փոխանցվի մեր համակարգին, որոշակի վերահսկողություն իրականացնենք, դուք գիտեք, որ այդ ոլորտում անելիքներ կան։ Դուք ասում եք բաներ, որոնք կարող են վարորդներին հույս տալ, որ գիտեք, մի 3 տարի հետո, 4 տարի հետո կարող է ինչ-որ բան փոխվել, միջև այդ ասում ենք դու կարգապահ վարորդ գնա ավելի շատ ապահովագրական վճար վճարի, բայց եկեք այսօրվա եղած իրավիճակի վրա փորձենք վերլուծել, հասկանալ ինչ վիճակում են ապահովագրական ընկերությունները եւ արդյոք ստեղծված վիճակը իրենց ֆինանսական ցուցանիշները, շահույթը, վնասաբերությունը կարող են թույլ տալ, որ գոնե չբարձրացվեն, ոչ թե նվազեցվեն, այլ գոնե չբարձրացվեն։ Ես մի քանի տվյալ փորձեցի հանել եւ ընկերությունների հաշվետվություններից եւ վիճակագրական կոմիտեից, օրինակ կոմիտեի 9 ամսվա տվյալները տեսա, տարեկանը չկար, այստեղ տեսեք, կա 64 միլիարդ դրամի հավաքագրումներ քաղաքացիներից հավաքված եւ նախորդ տարվա 9 ամսվան է վերաբերում 25 թվին, նույն ընթացքում հատուցվել է 34 միլիարդ։ Եթե համեմատելու լինենք դա 24 թվականի նույն ժամանակահատվածի հետ, հավաքագրված ապահովագրավճարներն աճել են 17%-ով, հատուցումները 6%-ով։ Այսինքն հավաքագրվածն ավելի արագ է աճել, սա մեկ ցուցանիշ։ Երբ շահույթի ցուցանիշներն ենք նայում տարեկան, այստեղ տեսնում ենք, որ 25 թվականին ընկերությունները բավականին բարելավել են շահույթի գծով իրենց ցուցանիշները, զուտ շահույթի մասին եմ խոսում։ Նախ կխնդրեմ մեկնաբանեք արդյոք ապայսակագների բարձրացումը բերել է նրան, որ ընկերությունների շահույթն աճի, որոշ ընկերություններ առաջ վնասով էին աշխատում, հիմա սկսել են շահույթով աշխատել եւ ընդհանրապես այս իրավիճակը, որ ստեղծվում է, առաջին հայացքից գոնե տպավորություն է, որ ապահովագրական ընկերությունների վիճակը վատ չէ։ Այդ դեպքում ինչու է ապան թանկանում։ Բավականին համապարփակ հարցեր, մի շարք բաներ առնչվող, փորձեմ հնարավորինս կարճ պատասխանել, բայց նաև Չէ, փորձեք հնարավորինս երկար պատասխանել, մանրամասն։ Անդրադառնալ բոլոր հարցադրումներին, հուսամ, որ չեմ մոռանա, հա, եթե մոռանամ, երևի կհիշացնեք ինչ-որ բան, եթե բաց թողնեմ։ Ուրեմն սկսեմ նրանից, որ ասում եք իմ սակագների վրա ազդեցության, ճանապարհային անվտանգության եւ այլն, որ գործողությունները դրանք երկար ժամանակ են պահանջում, այո, դուք ճիշտ եք, բայց միևնույնն է, պետք է երկար ժամանակ պահանջող գործողություններն հենց այսօր սկսել, ես, որովհետև 2-3 տարի հետո լինելու է նորից մենք նստելու ենք, լինելու է հիմա, այդ ժամանակ հիման լինելու է այդ 3 տարին հետո, ու եթե մենք հիմա ինչ-որ բան չսկսենք այդ երկարաժամկետ կամ միջնաժամկետ, նորից նույն իրավիճակում ենք լինելու, այդ առաջինը։ Երկրորդը, որ թվային տվյալներ բերեցիք ու հետևաբար ոնց որ որոշակի խնդիրներ առաջադրեցիք, ասելով թե դե ինչ կարելի է այս պահին անել, քանի որ թվերը ցույց են տալի, որ անելու հնարավորություններ կան։ Իրականում ձեր նշած թվերը բոլոր տեսակի ապահովագրական ուղղություններին են վերաբերվում, ոչ միայն ԱՊԱ-ին։ Ես կարող եմ ԱՊԱ-ի մասով ասել, ԱՊԱ-ի մասով 25 թվականի ոչ թե 9 ամսվա տվյալները արդեն մենք դե ունենք ամփոփած, ասենք ԱՊ վճարները հավաքագրված եղել են մոտ 35 միլիարդ, հատուցումներ մոտ 24 միլիարդ։ Իրականում հարաբերակցությունը մի քիչ բարելավել է, վնասաբերությունը, որը իրենից ներկայացնում է հատուցումների հարաբերակցություն ապվճարներին, 24 թվականի համեմատ բարելավել է, մասնավորապես կարծեմ 82
եւ 82-ից իջել է 76%։ 76%, հա, այսինքն մոտավորապես 6%-ային կետով բարելավել է։ Բայց նույնիսկ այդ պարագայում ԱՊԱ-ի մասով ապահովագրական ընկերությունները շահույթ կարելի ասել չունեն, որովհետև այս համակարգի ի սկզբանե որ ներդրվում էր, որոշակի հաշվարկներ արվել էր եւ ըստ այդմ առաջադրվել էր, որ 75% առնվազն նվազագույնը վնասաբերություն պետք է լինի, որ ապահովագրականները դուրս գան շահութաբերության շեմին։ Այսինքն 76-ի դեպքում նույնիսկ կամ մոտավորապես 0-ի մոտ է լինում շահութաբերությունը, բայց եթե ասենք թե նախորդ տարվա համեմատ որ շահույթը բարձրացել է ընդհանուր ընկերությունների ինչ դեր ունեցել ԱՊԱ-ն, այո, ԱՊԱ-ն եթե նույնիսկ 25 թվականին շահույթով էլ չլինի, բայց համեմատած 24 թվականի համեմատ քանի որ բարելավել է ցուցանիշը, ինքը իհարկե նպաստել է ընդհանուր շահույթին։ Այսինքն եթե ԱՊԱ-ի վնասը 24-ի համեմատ պակասել է կամ վնասից եկել է 0 ցուցանիշի, դա նշանակում է ընդհանուր շահութաբերության մեջ ինքը նպաստել է շահույթի ավելացմանը։ Բացի դրանից բնականաբար ԱՊԱ-ն ապահովում է նաև հաճախորդներ, որոնք այլ ուղղություններով են ապահովագրում, այսինքն անուղղակի օգտակարություն ամեն դեպքում ապահովագրականների համար կա, որպեսզի չառաջանա թե այն հարցը լավ, եթե շահութաբերչի và ապահովագրական ընկերությունները ինչ գործ ունեն այդ բիզնեսը անեն, դա գոնե ապահովում է հաճախորդներ։ Այսինքն ըստ ձեզ իրենց այսօրվա ցուցանիշները թույլ չեն տալիս իջեցնել կամ գոնե չբարձրացնել գները։ Այսօրվա ցուցանիշները թույլ չեն տալի իջեցնել, իսկ չբարձրացնելը կախված է հետագա զարգացումներից։ Եթե նույն միտումները շարունակվեն, հա, օրինակ պատահարների հաճախականությունը չնվազի, մի բան էլ բարձրանա մեքենաների վերանորոգման ծախսերը գնալով աճեն, ես նշեցի արդեն մեքենաների պարկի, տեսակի փոփոխության պատճառով, օրինակ էլեկտրոմոբիլները ի տարբերություն մյուս մեքենաների, երբ որ պատահարներում վնասվում են, գրեթե 90, չգիտեմ, 5%-ով ոչ թե վերանորոգվում է, այլ մասերի փոխարինում է գնում, որոնք էլ բավական թանկարժեք են, ինչը ազդում է ընդհանուր համակարգի սակագների վրա։ Իսկ կա մոտավոր տվյալներ պատահարների դեպքում էլեկտրոմոբիլների մասնակցությունը քանի տոկոս է։ Կա նման հաշվարկ։ Էլեկտրոմոբիլների ոչ թե մասնակցությունը ոչ թե պետք է դիտարկել իրենց պատահարում մեղավոր լինելու, այլ անմեղ լինելու։ Այսինքն էլեկտրոմոբիլները իրականում այդքան շատ մեղավոր չեն լինում, որովհետև այնտեղ կան բավականին շատ անվտանգության համակարգեր։ Բայց դե անմեղ լինում են այնքանով, որքանով իրանց տեսակարգաշիռը փողոցներում, հա, տեսնում եք։ Հիմա ես հստակ թիվը չեմ կարող նշել, բայց անկախ նրանից թե ինչ առանձնահատկություն, հա, իրանք ունեն, եթե իրանք այս պահին ենթադրենք մի 5% լինեն ճանապարհներին, ուրեմն 5% իրանք են վնասվում։ Կարելի ասել, բայց իրանք վնասվելուց ասում եմ, շատ ավելի մի քանի անգամ տուժում են բոլորը։ Մի քանի անգամ ավելի մեծ ծախսեր է գնում, հա, ինչ որտեղ իսկ աշխարհում կա պրակտիկա, որ անհատական լինես ապասակագները, այսինքն եթե մարդը չի ունեցել վթարներ, իրենը չբարձրանա, օրինակ այն ավտոմեքենաներին են, որոնք իրենք են հաճախ վնասում, այսինքն ոչ թե ընդհանուր լինի մեկինը քիչ բարձրանա, մեկինը շատ, այլ հստակ քանակում։ Գիտեք ինչ, ապահովագրությունը ինքը հենց այն տրամաբանությամբ է, որ բոլորը վճարում են, ինչ որ մաս ունեն ավելի մեծ ռիսկեր, դեպքեր, հա, լինի դա առողջության ապահովագրություն, ավտոմեքենայի թե ինքնաթիռի ապահովագրություն, բեռների եւ այլն, ապահովագրության իմաստը նա է, որ բոլորը կամ շատերը վճարում են, որոշները, որոնք ավելի շատ են ենթարկում ինչ որ այդ ռիսկի, իրանք ինչ որ բան են ստանում, հա, հատուցումներ են ստանում։ Այսինքն եթե ուղղակի համեմատենք հատուցումը եւ վճարվելի գումարը, ամեն մարդ այնքան վճարի, ինչքան ստանում է, դա արդեն ապահովագրություն չի լինի ուղղակի, չի աշխատի այդ համակարգը ուղղակի։ Բայց այն տեսքում, ովքեր որ կներեք, ստանում են հատուցումներ, նրանք էլ ստանում են բազմաթիվ անգամ ավելի շատ, քան իրանք վճարել են։
բայց ապահովագրության տրամաբանությունը հենց դա է։ Իսկ սոցիալական անարդարություն չկա այստեղ։ Սոցիալական անարդարություն, ես ճիշտն ասած չեմ կարող այդպես բան ասել, ես չեմ տեսնում որտեղ կա սոցիալական անարդարություն, ինքը պարտադիր ապահովագրության համակարգ է, որովհետև ինքը շատ վտանգավոր ոլորտ է, հա, ճանապարհային երթևեկությունը ինքը մեծ վտանգի աղբյուր է հանդիսանում, դրա համար, որպեսզի մարդկանց նվազագույն խնդիրներից զերծ պահվի, այս համակարգը ներմուծվել է 15 տարի առաջ։ Եվ արդյունքները ակնհայտ են, եթե նախկինում մինչև ապա համակարգը պատահար էր լինում, չգիտեմ, ով ուժեղ էր նա հաղթում էր, այսպես ասած, մարդիկ չգիտեին ճարահայցալ ինչ անեին, ում դիմեին, ինչ որ վեճեր էր լինում եւ այլն, հիմա այդ հարցերը կարգավորվել է, ամեն ինչ շատ ավելի սահուն է ընթանում։ Տեսեք, այստեղ ոչ թե քննարկվում է ապահովագրության պարտադիր լինել չլինելու հարցը, այլ զուտ սակագների հարցը։ Մենք նաև խոսեցինք ճանապարհային տրանսպորտային դեպքերի մասին, վերջին շրջանում, հատկապես երբ որ արդեն ձյունը հալվեց, տեսանք թե ինչ վիճակ է ճանապարհներին, փոսեր են անընդհատ ենթադրվում են, որ վթարներն ավելացել են, ինչ վիճակ է այս ճանապարհների այս վիճակը ել ավելի չի բարդացրել այս ոլորտի պատկերը։ Տեսեք, մի հատ նորից անդրադառնամ այդ սակագներին, իրականում սակագները, որ բարձր են, ինչի համեմատ են բարձր, մի հատ էլ պետք է հասկանանք, ինչ ենք ասում մենք։ Այս պահի դրությամբ միջին ապահովագրավճարը, եթե չեմ սխալվում, 47,000-ի կարգի է, մեր վիճակագրության մեջ պետք է լինի։ Հա, 47,000։ 47,000, այո։ 47,000 տարեկան։ Եթե համեմատենք օրինակ այդ 47,000-ը ենթադրենք կենտրոնում կամ նույնիսկ ոչ կենտրոնում կայանման վճարի հետ մի քանի անգամ քիչ է, հա, բայց համեմատեք նախորդ տարվա հետ, որը 5000 դրամով ավելացել է։ Հասկանալի է, ես ասեցի, չէ, քանի որ գնալով մեքենաների քանակը, տեսակները ավելանում են, այդ հատուցումները շատանում են, բնականաբար դա աճում է։ Եթե նույնիսկ դու վճարում ես ու չես ստանում հատուցում, բայց դու ստանում ես ապահովություն, հա, երբ որ դու հանկարծ մեկին վնաս տաս, 47,000 վճարելով 1 տարվա համար, 1 տարվա, հա, 365 օրվա համար, դու եթե մեկին վնաս տաս, գրեթե բացառում է, որ 47,000-ի վնաս տաս, հաստատ վնաս ես տալու մի քանի անգամ ավելի։ Ես ձեր ցուցանիշներում միջին հատուցման թիվ տեսա, չգիտեմ ճիշտն ասած ճիշտ տողից եմ վերցրել թե չէ, բայց հունվարին կար 271,000, նախորդ տարվա հունվարին եղել է 272,000, սա այն միջին հատուցման թիվն է, որը ընդհանրացված է, հա, հատուցումների միջից հանված է միջին հաշվարկված է։ Միջին հատուցման թիվը տարեկան արդյունքով աճել է, ես չգիտեմ դուք այդ ինչ թիվ եք ասում, որ երևի մի 5%-ով աճել է միջին հատուցումը, այսինքն բոլոր հատուցումները, բոլոր մեքենաներին, որ տրվում է, գումարած բաժանած այդ քանակի վրա մեկ միջին հատուցումը կազմում է այդքան, այսինքն մոտավոր ինչքանով է աճել, ես փորձում եմ հասկանալ հատուցումներն են ավելի արագ աճել, թե դե տեսեք 25-ին 24-ի համեմատ հատուցումները ավելի դանդաղ են աճել, քան ապվճարները, հակառակ դեպքում վնասաբերությունը 82%-ից 76 չէր իջնի, էլի։ Սա սովորական մաթեմատիկա է, հատուցում բաժանած ապվճարների։ Այն ժամանակ հատուցում բաժանած ապվճարների 82 էր, հիմա 76, նշանակում է այդ հարաբերությունը ապվճարների օգտին է աճել, բայց նորից եմ նշում, որ այդ 24 թվականին վնասով են հստակ աշխատել, 25 թվականին մոտ 0-ին արդյունքները։ Շատ լավ, տեսեք, փորձում են ապահովագրության պարտադիր դաշտ բերել, գուցե արդեն այդ նախագծերը ընդունվել են, արդեն մոպեդները, այստեղ ինչ պատկեր ունենք, մոպեդները շատ են արդեն մասնակցում վթարներին, մեղավոր են լինում, ոնց է այդ դաշտը կարգավորվում։ Մոպեդները, այո, շատ են մասնակցում, ուղղակի մոպեդների մասնակցության վթարների վիճակագրությունը այս պահին ամբողջական չի, քանի որ եթե իրանք նախկինում ապայի մեջ ներառված չէին, բոլոր դեպքերում չէր, որ մենք այդ տեղեկատվությունը ստանում էինք։ Հիմա, այո, կարծեմ արդեն այդ օրենքի մեջ փոփոխություն է եղել է եւ իրենք էլ պետք է ապահովագրվեն, իսկ ապահովագրությունը նաեւ կանխարգելիչ դեր կունենա։ Ապահովագրությունը, երբ որ ինքը ինչ որ վճարում է կատարում, գիտի իր վարկագծից այդ վճարը կարող է ավելանա, մալուսների օրինակ հաշվին, բնականաբար կանխարգելիչ դեր է կատարում։
Պարոն Եղիազարյան, հիմա ով եւ ինչպես են դրում վերանորոգող կազմակերպություններին, որոնք գնահատում են մեքենայի վնասը եւ այստեղ շատ են լինում բողոքները վարորդների կողմից անհամաձայնությունները։ Ուրեմն վերանորոգող կազմակերպություններին ցավոք այս պայն մարդիկ իրենք ինչպես ուզեն, այնպես էլ ընտրում են։ Իրենք ստանում են 99%-ից ավել դեպքերում կանխիկ հատուցում։ Չէ, խոսքս երբ հատուցումը ստանալու ժամանակ ինչ որ վերանորոգող կազմակերպություն գնահատում է, չէ՞, այդ հատուցման չափը։ Ոչ։ Ով է գնահատում այդ։ Գնահատումը վնասի գնահատող փորձագետ ապահովագրական ընկերության։ Եթե համաձայնություն չի լինում հաճախորդի կողմից, դիմում է լրացուցիչ, հետո կրկնակի փորձաքննության, որը հետո արդեն անկախ փորձաքննություն է, ոչ թե ապահովագրական ընկերության աշխատողն է, ու ստանում է այդ գումարը, հետո թե ոնց է վերանորոգում, թե վերանորոգումը չի, վերանորոգում ոչ մեկ չգիտի։ Այդ վերջի պահը ինչի համար ասեցի, որովհետև լինում են դեպքեր, որ գումարը կարող է մարդը ստանա ամբողջությամբ չվերանորոգի, այսինքն այնքան վերանորոգի, որ մեքենան ուղղակի հնարավոր լինի վարել, գումարը մի քիչ իրան պահի, որի արդյունքում մեքենայի վտանգավորությունը բարձրանում է։ Հիմա հաշվի առնելով, հա, որ շատ կամ հաճախ դժգոհություններ է լինում նաև վնասի գնահատման հետ կապված եւ որակի եւ այլն, արդյունքում մեքենայի վիճակը այն չի լինում, մի հատ էլ վթարի մեջ լինում կամ որոշ դեպքերում նույնիսկ վարորդը ցանկանում է հայտնվի վթարի մեջ, որովհետեւ ամբողջությամբ չի վերանորոգել, որ մի հատ էլ հայտնվի, մի հատ էլ կստանա, այդ հոգեբանական պարերն են ազդում վթարավտանգության վրա։ Դրա համար մենք մեր ռազմավարությամբ նախատեսել ենք աստիճանաբար վերանորոգման գործընթացին ամբողջական անցում կատարել, այսինքն երբ որ վնասներ է լինում, ուղղակի մեքենան պետքա վերականգնվի, ոչ թե կանխիկ վճարվի գումարը տուժողին, այլ տուժողը վերանորոգի մեքենան ու վճարվի արդեն վերանորոգողին։ Այսինքն հետագան պետք է ստուգվի, հա, ինքը վերանորոգելը թե չէ, ոնց է այդ գործընթացը լինելու։ Նաև հիմնավորվի, հա, ստուգել ասածը ոչ թե պետք է ամեն անգամ մեկը գնա այնտեղ նայի, ենթադրենք, երբ որ վերանորոգումը կլինի, վերանորոգողը ներկայացնելու է ինչ-որ հաշիվ, նաև հիմքեր, հա, ենթադրենք։ Այսինքն պետք է վճարվի նկարներ, որ ապահովագրական ընկերությունը փոխանցումը կատարի։ Հա, հատուցումը կատարվի վերանորոգումից հետո, ոչ թե առաջ։ Այո։ Իսկ այդպես չի ձգձգվի գործընթացը։ Չէ, նույն բանը հիմա էլ է ենթադրաբար կատարվում, եթե գործընթացը գումարը շուտ է վճարում, բայց չի վերանորոգվում, միևնույնն է գործընթացը վճարման արագ է, բայց վերանորոգման գործընթացը նույնն է լինելու, ինչ տարբերություն, նույն վերանորոգողներն են վերանորոգելու, ոչ ավել, ոչ պակաս։ Իսկ քաղաքացին ինքն է ընտրելու ում մոտ վերանորոգել։ Դա դեռ վերջնական, այսպես ասած, լուծում չի ստացել, բայց մենք նախատեսում ենք տարբեր ռեժիմներ, երբ որ քաղաքացին կընտրի, ասենք թե վերանորոգում, ապահովագրականին կասի, դուք ինձ վերականգնված մեքենա տվեք, այդ դեպքում ապահովագրական ընկերությունը իր այդ համագործակցող վերանորոգող կազմակերպությունների հետ այդ հարցը կլուծի։ Մյուս դեպքում կարող ասի, չէ, ես եմ ուզում ընտրեմ, ես ձեր վերանորոգողին չեմ վստահում։ Այդ դեպքում նախատեսում ենք, որ ինքը գնա իր վերանորոգողին ընտրի, ուղղակի ինչ-որ հարթակ կստեղծենք էլեկտրոնային, որտեղ կգրանցվեն տվյալները, մուտք կանեն, ստանդարտներ կստեղծենք այդ գնահատման, մուտք կանեն, թե վերանորոգողը իր անելիքը, թե պահեստամաս վաճառողը իր պահեստամասերի գները, ամեն ինչ որ այսպես ասած հարթակով թափանցիկ լինի, այդ տվյալները հասանելի կլինի ապահովագրական ընկերությանն, ինքը կհաստատի, վերանորոգողը արդեն ամեն ինչ կանի, հաշիվը եւ հիմքերը կներբեռնի այդ համակարգ ապահովագրական ընկերությունները կփոխանցի գումարը։ Իսկ դա ինչ ժամանակահատվածի մասին է խոսքը, դա դեռ գաղափարի տեսքով է, թե արդեն նախագծել։ Դա այսպես ասած կոնցեպտի տեսքով է, որը մի քանի տարի կպահանջի բնականաբար, որովհետեւ փուլային ենք փորձելու գնանք դրան, այս պայն մենք քանի որ ամբողջական տեղեկատվություն վերանորոգողների մասին չունենք, որ, չգիտեմ, հավաքագրենք, պայմանավորվենք, հասկանանք եւ այլն, փուլային, ասենք, ենթադրենք ավելի նոր մեքենաներից երևի կսկսենք կբացահայտվի, ասենք, վերանորոգողների շրջանակը, այդ համակարգը եթե ստեղծվի, իրանք սկսեն մտնել այդ հարթակի մեջ, գրանցվել,
ու արդեն տվյալներ կունենանք վերանորոգողների, իրանց առաջարկների եւ պայստամասեր վաճառողի եւ այդ տվյալները որ տեսնենք արդեն հուսադրողա հաջորդ փուլը կանենք, ասենց փուլային ինքը ենթադրում եմ մի քանի տարի մինչև 3-4 առնվազն կտևի։ Իսկ վարորդներից ընդդիմություն չեք սպասում այս ամեն ինչին։ Ինչի համար, ասենք, եթե մեքենան իրանց պետքա վերականգնվի, ընդ որում եթե իմ նշած հարթակը ստեղծվի, որտեղ շատ հեշտ կլինի ամեն ինչ անել, օրինակ, մարդը իր մեքենան վնասվել է, ինքը ենթադրենք մտնում է այդ հարթակ, այդ մեքենայի տվյալները, նկարներ, բան, ինչ վնասներ կա, այնտեղ ներբեռնում է ու վերանորոգողներից, եթե ինքը մեկին չի ճանաչում ենթադրենք, էլի, վերանորոգողներից լիքը առաջարկներ է ստանում, ընտրում է իր ուզածը, հա, այնտեղ դիմում է, նա տանում է մեքենան վերանորոգում, այսինքն վերանորոգողները գներ են առաջարկում, ենթադրենք ժամկետներ, կամ եթե ինքը իր ուզածի մոտ է գնում, ոչ թե այդ հարթակով է նայում, նորից ինքը ասում է, այն վերանորոգողը ենթադրենք տվյալները նայում է, այնտեղ հաշվարկում է, մուտք անում այդ հարթակում, պայստամասեր, մենք հիմա նույնիսկ բանակցում ենք տարբեր հարթակների հետ, ենթադրենք լիստեյեմ եւ այլն, որ այդ հարթակները կպնեն իրար ու վերանորոգողը կամ այդ անձը կարողանա լավագույն գինը միանգամից, հա, այդ հարթակով ստանա, միանգամից այդ ապրանքը հասցվի այնտեղ տեղ, որ ինքն էլ չանհանգստանա գնա գա, այսինքն լիքը հարմարություններ ա լինելու, էլի, եւ մրցակցություն, եւ թափանցիկություն, եւ հետեւաբար արդյունավետություն։ Կարծում եք դիմադրություն չի լինելու, վարորդները սա դրական են ընդունում։ Այստեղ վարորդները, եթե այս ամեն ինչի ես նկարագրեցի, ոնց որ լավ իրենց ներկայացվի, դրանից միայն կարող են օգտվել, որովհետև կարող է համ հարմարությունը ավելի քիչ այս կոմենկում գնալ, ավելի քիչ, չգիտեմ, բանակցել եւ այլն, համ այդ հարմարության առումով կարող լավ լինի, համ այդ մրցակցությունը, թափանցիկությունը կարող է թե լուծումների առումով ավելի հեշտացնի գործընթացները, համ էլ արագացնի ժամանակը։ Երբեմն վարորդները բողոքում են, որ այս բոնուս-մալուս համակարգը կապակցված է, ոչ թե կապակցված է, այլ ենթադրում է մեքենայի սեփականատիրոջ վարքագիծը եւ ոչ թե վարորդի։ Այսինքն կարող է սեփականատերը լինի մեկ այլ անձ եւ ունենա մի քանի մեքենա, մեքենաներից մեկով վարորդը ինքը չլինի, լինի վթար, իր մյուս մեքենաների ապահովագրությունը եւս թանկանա։ Ճիշտ ենք հասկացա, այսպես է գործում համակարգը, եթե այդպես չի, խնդրում եմ ուղղեք, եւ վարորդները բողոքում են հենց դրա դեմ, ասում են, որ լավ կլինի, որ հենց վարորդի վարքագծով որոշվի համակարգը եւ ոչ թե մեքենայի սեփականատիրոջ։ Տեսեք, ընդհանուր այդ հարցին անդրադառնալուց մինչեւ անդրադառնալը նաեւ մի քիչ այդ սակագների մասին մի երկու վիճակագրական տվյալ էլ ասեմ, ձեզ երևի հետաքրքիր կլինի, որ դա էլ հրապարակեք։ Ուրեմն վերջին 5 տարում սակագները, միջին սակագները բարձրացել են մոտ 23%, այդքան էլ եղել է Հայաստանի կուտակային գնաճը վերջին 5 տարում։ Իսկ հատուցումները մոտ 33% են աճել, միջին հատուցումը։ Որտեւ եթե վերցնում ենք, ասենք, ձեր ասած առանձին 9 ամիսը կամ 6 ամիսը կամ 1 տարին կարող է լավ պատկեր չլինի, որովհետեւ ինչ որ տարբեր տարիների եւ սեզոնայնության խնդիրներ կան։ Այս ուղղակի իգիտություն, որ վերջին 5 տարում սակագների միջին աճը համահունչ է Հայաստանի Հանրապետության միջին գնաճին։ Գնաճի ցուցանիշը համոզված եք, որ ճիշտ է հաշվարկված։ Այո, մենք նայել ենք այդ հրապարակային ցուցանիշը, էլի։ Մոտարապես համադրելի է եղել այդ 23% գնաճին, բայց հատուցման, այսպես ասած, աճը գերազանցել է մոտ 33% է կազմել վերջին 5 տարում։ Այսինքն ամեն դեպքում ընդհանուր առմամբ, եթե շահութաբերության տեսանկյունից նայենք, ապահովագրականների զգալի նվազել է, հա, այդ հարաբերությունը դեպի ծախսն է աճել։ Հիմա ինչ վերաբերում է ձեր, հա, հարցին, հա, բոնուս-մալուս համակարգի հետ կապված, որ կիրառում է ոչ թե վարորդի, այլ սեփականատիրոջ նկատմամբ, նախկինում վարորդի նկատմամբ է կիրառվել, ինքը ուղղակի չարաշահումների առիթ էր տալիս, մասնավորապես մեքենան ունենում էր բազմաթիվ, ասենք, վթարներ, երբ որ մալուսը սկսում էր շատ բարձրանալ,
շատ հեշտությամբ մտնում ես, ասենք, համակարգ հիմա ու փոխում ես վարորդին։ Վարորդին փոխում ես ու արդեն հանգիստ առանց այդ մալուսների նորից կնքում ես։ Հիմա կստացվեր, որ լիքը վթար ունեցողները կվճարեին շատ ավելի քիչ, քան չունեցողները, այն չունեցողները, որ դուք ասում եք վթար չունեն, բայց մի քիչ բարձրանում է, հիմա ավելի շատ կբարձրանար։ Ստիպված, որովհետև ընդհանուր վնասը պետք է այսպես թե այնպես ծածկվի սակագնով։ Ուղղակի սակագները մի քիչ եթե լուծումը լիներ, հա, ըստ վարորդների, շատ բարձր եւ շատ ցածրները կկրճատվեին, կգային, կմոտենային միջինին։ Այսինքն ըստ ռիսկայնության սակագնի աշխատանքը կվատանար։ Դուք ապահովագրական ընկերություններին անդրադարձաք, ուզում եմ արձագանքել, տեսեք, քաղաքացիների մոտ այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում ընդհանրապես ֆինանսական հատվածի ընկերությունները, ինչպես բանկերը, այնպես էլ ապահովագրական ընկերությունները շատ խիստ են, գումարներ են վերցնում ավելի շատ, քան պետք էր եւ այլն, մարդիկ իրենց զգում են սոցիալական անարդարության մեջ։ Հիմա դուք էլ ներկայացնում եք ցուցանիշներ, որ ապահովագրական ընկերությունները հաճախ վնասով են աշխատում։ Այդ դեպքում ապահովագրական ընկերությունների իմաստը ո՞րն է, եթե իրենք տարիներ շարունակ վնասով են աշխատել, բայց իրենք նաև ուրիշ դասերով են աշխատում, այսինքն ունեն առողջապահության ապահովագրություն, գույքային ապահովագրություն, անձնական եւ այլն, այսինքն մյուս հատվածները ապահովագրության միթե իրենց թույլ չի տալիս, որ ապայի հետ կապված մի քիչ ավելի մեղմ լինեն։ Ուրեմն մարդկանց մոտ որ տպավորությունն է, որ ֆինանսական կազմակերպությունները իրենց այնքան էլ լավ չեն վերաբերվում կամ, չգիտեմ, գումարներ են կորզում եւ այլն, դա զարմանալի չի, ամբողջ աշխարհում էլ այդպես է։ Ֆինանսական ծառայությունները շոշափելի չեն։ Դրա համար մարդու մոտ միշտ նման կարծիքներ կամ մտավախություններ կարող է լինել։ Հա, ենթադրենք շոր սնունդ, երբ որ դուք գնում եք, շոշափում եք, տեսնում եք, համտեսում եք, դա շատ հեշտ է հասկանալ, գնահատել։ Ֆինանսական ծառայությունները բոլոր երկրներում էլ շոշափելի չեն ու միշտ կա այդ խնդիրը։ Դրա համար ֆինանսական կազմակերպությունները վերահսկվում են ի տարբերություն այլ կազմակերպությունների, օրինակ բանկերը, ապահովագրական ընկերությունները, կենտրոնական բանկերի բոլոր երկրների կենտրոնական բանկերի կամ համապատասխան գործակալությունների պետական մարմինների կողմից վերահսկվում են, սահմանում են նորմատիվներ, պահանջներ, վերահսկում են թե ֆինանսական կայունության տեսանկյունից, թե սպառողների շահերի պաշտպանության տեսանկյունից։ Ապահովագրական ընկերությունները, երբ որ պարտադիր ինչ որ կոմպոնենտ կա, ել ավելի շատ են վերահսկվում, ել ավելի շատ պահանջների պետք է ենթարկվեն։ Հիմա ապահովագրական ընկերությունները համ վերահսկվում են Հայաստանի կենտրոնական բանկի կողմից, համ էս պարտադիր ապահովագրության մասով Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կողմից, ասենք, ավելի կրկնակի վերահսկողության տակ են։ Այդ ամեն ինչը հենց դրա համար արվում, որովհետև այդ պրոդուկտները այդքան շոշափելի չեն, որպեսզի մարդիկ լինելով սովորական, ասենք, քաղաքացիներ, չիմանալով շատ, ասենք, ինչ որ հարցեր ֆինանսական կազմակերպությունների վերաբերյալ շատ խնդիրներ չունենան։ Հիմա այս ապա ոլորտի հետ կապված, որ ասում եք ապահովագրական ընկերությունները, եթե լավ ցուցանիշներ կամ օգուտներ չունեն, բայց ինչի համար են աշխատում, ես կարծեմ նշեցի, որ այո, ապայի մասով իրենց արդյունքները համենայն դեպս այս վերջի տարիներին շահութաբեր չեն, բայց բնականաբար կա նաև կամավոր ապահովագրության տեսակներ, որտեղ կամավոր է ու շահութաբերությունը համեմատաբար բարձր է, իսկ պարտադիրի դեպքում բնականաբար եթե մարդկանց ստիպում ես ինչ-որ մի բանի գնալ, դու չես կարող ցանկացած, չգիտեմ, սակագին սահմանել, ցանկացած չափով շահույթ ունենալ, պետք է դա լինի նվազագույն, դա բոլորը հասկանում են, դա ընդհանուր sense գիտակցում կա, թե ապահովագրականների, թե բյուրոյի շրջանում, թե կենտրոնական բանկի, որ պարտադիր ապահովագրության մասով իրենք պետք է նվազագույն շահույթ ունենան, քանի որ դա ընդհանուր բոլորին է վերաբերվում, քանի որ դա սոցիալական խնդիր է լուծում, քանի որ դա պարտադրված է, հետեւաբար եթե դա այդ պարտադիր չլիներ, իրանք չէին ունենա այդ բիզնեսը, հետեւաբար իրանք չեն կարող դրա հետ վարվել նույն կերպ, ինչ որ կամավորի հետ։
Այդ է պատճառը, որ այստեղ շահութաբերությունը շատ ցածր է, բայց օգտագործելով այդ հաճախորդների հոսքերը, բնականաբար իրենք կամավոր պրոդուկտներ են առաջարկում ու այդ քանով ապան որոշակիորեն նպաստում է ունենում իրանց բիզնեսի գոյությանը եւ զարգացմանը։ Իսկ կասկոյի մասով ինչ ունեն, կասկոն պարտադիր չէ, բայց երբ օրինակ մեքենան գնվում է վարկով, այդ դեպքում վարկի այդ ժամկետի մասով մինչև մարելը լինում է պարտադիր։ Քանի որ վերջին շրջանում էլեկտրոմոբիլներն ավելացել են եւ քաղաքացիների մեջ, չգիտեմ, մեծ մասն է, բայց որոշակի հատված վարկերով է վերցնում այդ ավտոմեքենաները, ենթադրվում է նաեւ կասկո են անում։ Այստեղ ինչ ունենք։ Ես կասկոյի տվյալներ ամբողջական բնականաբար չունեմ, բյուրոն չի առնչվում կասկոյին։ Չի առնչվում։ Դուք ինչպես նշեցիք, հավանաբար այդպես էլ կա, հա, ինչ որ վարկերի դեպքում պահանջվում է, դա հասկանալի է, որոշակի ռիսկերի համար է դա արվում, որ եթե ինչ որ մի բան լինի, գրավը ապահովագրված լինի, կասկոյի դեպքում ենթադրում եմ շահութաբերությունը ավելի բարձր է, բայց կասկոն այդքան մեծ ծավալներ չի կազմում համեմատածաբար։ Քաղաքացիները երբեմն տարաձայնությունների դեպքում դիմում են ֆինանսական համակարգի հաշտարարին, ոչ բոլորն են վստահում, բայց դիմողներ լինում են, այդ մասին կա նաև վիճակագրություն, ես նայեցի 4-րդ եռամսյակում նախորդ տարվա ընդունված պահանջների թիվը եղել է 1845, որի 89%-ը ապայի հարցերով են դիմել։ Եվ ընդհանրապես տպավորություն է, որ հաշտարարի գրասենյակի հիմնական գործառույթը ապայի հարցերով զբաղվելն է։ Այնտեղ կան բանկեր, վճարահաշվարկային կազմակերպություններ, վարկային կազմակերպություններ, բայց հաշտարարի գրասենյակի անձնակազմը զբաղվում է ապայի հարցերով։ Ինչու է այսպես։ Դա մի պարզ պատճառով է այդպես։ Մյուս գործառույթները բանկերի, ապահովագրական ընկերությունների, քանի որ պարտադիր չի, այնտեղ չկան այտենց խիստ նորմեր, հետեւաբար որ չկան խիստ նորմեր, ինչի մասին է, ինչ խախտման մասին կարող է խոսքը գնա։ Եթե մի բանը չկա սահմանափակում, բնականաբար դրա խախտումն էլ չի կարող լինել, չէ՞։ Ենթադրենք, եթե ճանապարհին լուսափորներ չկան, ոչ մի կանոններ չկան, ինչը պետք է խախտես։ Հիմա ստեղ կան կանոններ, այսինքն այնպես չի, որ այնտեղ ոչ մի կանոն չկա, բայց այնտեղ շատ ավելի լոյալ է բոլոր կամավոր ծառայությունների դեպքում։ Ստեղ շատ ավելի խիստ է, շատ ավելի կարգավորված է, շատ ավելի հստակեցված է ամեն գործողություններ, քայլեր, ժամկետներ, փաստաթղթեր, պահանջներ եւ այլն եւ այլն։ Դրա համար լինում են դրա ինչ որ խախտումներ կամ ինչ որ այլ մեկնաբանություններ։ Հիմնականում հաշտարարին դիմելուց դիմում են, ենթադրենք, վնասի կամ մեղավորության հետ կապված հիմնական մասերը դրանք են։ Այսինքն չափի հետ համաձայն չեն հատուցման։ Այո։ Կամ առհասարակ, որ իրենք մեղավոր չեն։ Կամ որ իրենք մեղավոր չեն, այստեղ ասեմ, որ հաճախորդների, տուժողների համար բավականին շատ հնարավորություններ է ընձեռնել համակարգը իրենց բողոքները ընթացք տալու, հա, օրինակ եթե վնասի կամ մեղավորության հետ համաձայն չեք, կարող եք դիմել լրացուցիչ փորձաքննության։ Դրա հետ էլ համաձայն չեք, դիմում եք կրկնակի փորձաքննության։ Ընդ որում կրկնակի փորձաքննությունը արդեն բյուրոյի միջոցով է նշանակում լրիվ անկախ մարմին է, որպես կանոն ու վիճակագրությունը ցույց է տալիս, որ կարծեմ 80% դեպքերում վնասի գծով, երբ որ կրկնակի փորձաքննության են դիմում, գումարը բարձրանում է, այսինքն ինքը այդ համակարգը աշխատում է։ Եթե կրկնակի չի դիմում, կրկնակին դե որոշակի վճարով է, բայց շատ արագ կազմակերպվում է, դիմում են հաշտարարին։ Կրկնակից հետո արդեն միայն դատարան կարելի է դիմել։ Բայց դա տևում է ամիսներ, շատ երկար ժամանակ է տանում, քաղաքացիները հաճախ չեն էլ դիմում անհամաձայնությունների դեպքում զուտ այդ ժամանակը իրենցից չխլելու համար։ Դուք այս խնդրին տեղյակ եք, հաշտարարի հետ քննարկում եք այս process-ները։ Դե հաշտարարի դեպքում հաշտարարը դատական մարմնի պես ինչ որ բան է։ Ինքը պետք է քննի, լսի, ուսումնասիրի, հարցնի, փորձի հաշտեցնել կողմերին, հա։ Այո, իդեպ պահանջների մեծ մասը հաշտեցմամբ էր ավարտվել։ Այո, դե նորմալ է, ինքը հաշտարարը պետք է հաշտեցնի։ Այսինքն այդ ժամանակ է խլում, հենց դրա այդ է խնդիրը, էլի։ Հաշտարարին երբ որ դիմում են անվճար է, բայց ժամանակ է տևում։ Երբ որ դիմում են կրկնակի փորձաքննություն, որը գնում է բյուրոյի միջոցով,
5 օր ժամկետ է տված։ Ուզեն չուզեն 5 օրում այդ հարցը պետք է լուծվի։ Հաշտարի նկատմամբ կա վստահություն ըստ ձեզ։ Դե որ վստահություն չներ, այդքան չէին դիմի։ Երևի կա, որ դիմում են։ Շատ լավ, պարոն Եղիազարյան, մեր վարորդներին մի հուսադրող բան ասեք եւ փակենք հարցազրույցը։ Վարորդներին, որպեսզի սակագների, բոնուս մալուսի եւ մնացած ձեզ վրա ֆինանսապես կամ այլ կերպ ազդող հանգամանքների մասին քիչ մտահոգվեք, պետք է ուղղակի հնարավորինս անվտանգ երթևեկել, ուշադիր երթևեկել, պատահարներից խուսափել, դրա համար աշխատել ստաբ լինել, հոգնած չերթևեկել, այսինքն ամեն ինչ անել թե վարքագծի առումով, թե մեքենայի սարքինության ապահովման առումով, թե երթևեկության կանոններին հետևելու առումով, որպեսզի այդ իրավիճակներում քիչ հայտնվեք, որը թե ժամանակի կորուստ է ենթադրելու, երբ որ դուք մեղավոր եք նաև ֆինանսական կորուստ, մալուսի մասով, նույնիսկ երբ որ անմեղ եք, նորից ժամանակի կորուստի խնդիր է լինում, ես բոլորին կցանկանա, որ անվտանգ երթևեկություն ունենան, վստահ լինեն, որ ապա համակարգը վտանգների ժամանակ իրենց կողքին է լինելու, ինչ որ խնդիրներ էլ եթե լինում է իդեալական ոչինչ չկա, իսկ ապա բյուրոն հենց նրա համար է, որ նաև քննի ձեր բողոքները, խնդիրները լուծի այնքանով, որքանով սահմանված է օրենսդրությամբ եւ դա հնարավոր է։ Շնորհակալություն հարցազրույցի համար։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ հետքի տաղավարում ԱՊՕ բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանն էր։ Եթե կարևորում եք մեր աշխատանքը եւ ցանկանում եք աջակցել մեզ, կարող եք միանալ մեր Patreon համակարգին։ Հղումը կարող եք տեսնել մեկնաբանություններ դաշտում։